Իրականում կարծում եմ առիթը եւ բովանդակությունը այս հավաքի այնպիսին է, որ միանշանակ շատ ավելի մեծ մասնակցայնություն պետք է լիներ, բայց ամեն դեպքում եկեք արձանագրենք այն հանգամանքը, որ այսօր հավաքվել ենք Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի համադաշնության դեսպանատան դիմաց նախ եւ առաջ մեր շնորհակալությունը հղելու Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի արկային խորհրդի բոլոր այն անդամներին, որոնք որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ընդունել են բանաձև, որը կոչվում է խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար, եւ որի հիմնական ուղերձը այն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ, եւ գտնում է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսված լինելու, պետք է ձևավորվի հարթակ, որը հնարավորություն կտա Արցախի ժողովրդին ներկայանալու եւ քննարկելու իր իրավունքները, այդ թվում նաեւ վերադարձի իրավունքը։ Գիտեք, սա շատ կարևոր նշանակալի քայլ է եւ ինձ համար անձամբ որևէ ձևով տարօրինակ չէ, որ այդ քայլը հենց նախաձեռնվել է եւ իրականացվել է Շվեյցարիայի նման պետության կողմից, որովհետեւ տարիներով, չեմ սխալվի, դարերով դա մի պետություն է, որը մշտապես իր գործով ապացուցել է, որ բարձր է գնահատում եւ առաջնային է համարում մարդու իրավունքներն ու հումանիզմը եւ պատրաստ է շարունակել լինել այդ հարցում առաջամարտիկ պետություն։ Եվ որպեսզի շատ երկար նախապատմություն չտամ, ուզում եմ ուղղակի եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօրվա հավաքի նպատակներից մեկը նաեւ նա է, որ մեր խնդրանքը ուղենք Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներին, թվով 46 հոգի, մարդիկ, ովքեր սույն թվականի մարտի 18-ին քննարկելու են խորհրդարանում նույն բանաձևը ընդունելու հարցը։ Եվ եթե այս պալատում եւս բանաձևը ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում եւ դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլերը ձեռնարկի այդ բանաձևում ամրագրված պարտավորությունները եւ պատասխանատվությունը ի կատար ածելու համար։ Ես ուզում եմ այստեղ հավաքված բոլորի անունից եւ 100,000-ավոր մեր հայրենակիցների անունից դիմել Շվեյցարիայի կանտոնների խորհրդի կամ պարլամենտի վերին պալատի անդամներին եւ ասել, որ ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի եւ լույսի շող է։ Եվ մենք ուզում ենք, մենք խնդրում ենք, որ վերին պալատը եւս հավատարիմ մնա մարդու իրավունքների հումանիզմի գաղափարներին եւ եւս կանաչ լույս վառի այդ բանաձևի համար։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում եւ իր քայլով եւս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հարց չէ տեղի ունեցողի հետ, հարց չէ 150,000 անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման, նրանց պատմական մշակութային ժառանգության ոչնչացման, նրանց հայրենազրկման հանգամանքի եւ իրավիճակի հետ։ Եվ ոչ միայն հարց չէ, այլ նաեւ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Մենք այսօր մեր հավաքի վերջում նաեւ նամակ ենք փոխանցելու, որը ուղղված է լինելու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին, որը ըստ էության եւս խնդրանք է պարունակում կառավարության դիրքորոշումը հօգուտ այդ բանաձևի արտահայտելու եւ հօգուտ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման արտահայտելու։ Ձեր այդ գերազանցություն դիմում եմ ձեզ 150,000 հայերիս անունից, որ բռնի տեղահանվել ենք Լեռնային Ղարաբաղի մեր տներից
եւ շարունակում ենք փափագել մեր հայրենիք վերադառնալու օրվա մասին։ Շվեյցարիայի ազգային խորհրդի կողմից 2442-59 համարի բանաձևի ընդունումը մեր ժողովրդին հույս է տվել, որ մենք նախնյաց հող վերադառնալը դեռևս հնարավոր է։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետագա հավանությունը ավելի է ամրապնդել այս հույսը։ Այժմ, երբ բանաձևը մոտենում է իր վերջնական փուլին, մենք նայում ենք Շվեյցարիային, այդ հույսը կենդանի պահելու համար։ Մենք հարգանքով խնդրում ենք ձեզ չհակադրվել որոշմանը, երբ այն կներկայացվի կանտոնների խորհրդի 2025 թվականի մարտի 18-ին։ Ձերդ գերազանցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքը հիմնավորված է միջազգային իրավունքով եւ համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների նորմերով։ Ավելին, մեր իրավունքը հաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ, որը պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը ապահովել Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված անձանց անվտանգ, անխոչնդոտ եւ արագ վերադարձը։ Այն հետագայում ամրապնդվել է Եվրոպական խորհրդարանի երկու բանաձևերով, որոնք ընդունվել են 2024 թվականի մարտին եւ հոկտեմբերին, եւ երկուսն էլ ուղղակիորեն կոչ են անում Ադրբեջանին համագործակցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ եւ երաշխավորել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել իր միջազգային պարտավորությունները եւ գործել անպատժելիորեն։ Այն նույն ներկայումս Բաքվում կեղծ դատավարություններ է անցկացնում ապօրինաբար ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ Վերջերս այն հատարարեց Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման մասին։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հակամարտություն չի փնտրում։ Մենք փնտրում ենք միայն հնարավորություն վերադառնալու մեր հայրենիք այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն մեր անվտանգությունը, կպաշտպանեն մեր իրավունքները եւ կապահովեն մեր արժանապատվությունը։ Մենք հորապես հուսով ենք, որ ձերդ գերազանցությունը կաջակցի այս բանաձևի ընդունմանը, որը առաջարկում է երկխոսություն եւ միջնորդության հարթակ, որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդարացի եւ տևական խաղաղության ուղղությամբ կարևոր քայլ։